գործընկերներ, շնորհակալություն, որ այս նախատոնական խառը իրավիճակում ժամանակ եք գտել եւ մասնակցում եք մեր հերթական եւ վերջի այս տարվա պրեզենտացիային։ Մենք փորձել ենք անդրադառնալ հասարակական համերաշխության խնդիրներին եւ այսօր կներկայացնենք մեր պրեզենտացիան թարգմանել կապված։ Ես կոչել եմ այսօրվա մեր պրեզենտացիան խաչմերոնք, խաչմերուկի որպես զարգացում եւ նկարը կարծում շատ նկարագրական է, կարող եք պատկերացնել, թե ինչի մասին է գնալու խոսքը։ Եվ այսպես մեթոդաբանության մասին, հետազոտության մեթոդը հեռախոսային հարցումներին իրականացվել, հարցումների քանակը 1000 եւ հետազոտության ընտրանքի սխալը 3%, հետազոտության իրականացման ժամանակահատվածը 24-ից 27 դեկտեմբեր 2025 թվական եւ հետազոտության վայրը Հայաստանի Հանրապետություն, ինչպես միշտ ավելի մանրամասն մեթոդաբանություն ներկայացված է, ես նյութը տալու եմ ձեզ եւ կարող եք ծանոթանալ եւ անցնենք հարցերին։ Որոնք են Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրները։ 37.1% նշել է անվտանգության հետ կապված խնդիրներ, 23.4% նշել են ցածր թոշակներ, ցածր աշխատավարձներ, 13.8% նշել է տնտեսական վիճակ, 13.3% գործազրկություն, գնաճ ինֆլյացիա նշել է 12%, կրթական համակարգի վատ վիճակ նշել է 11.3%, 9.8% նշել է սահմանների հաստատեցման խնդիրը եւ 8.6% առողջապահական համակարգի վատ իրավիճակ։ Սոցիալական վիճակ աղքատություն 5.3%, օդի աղտոտվածության բնապահպանության խնդիրները 5.1% եւ պետություն եկեղեցի հակամարտությունը նշել է 4.7%, 3% նշել է գերիների վերադարձի խնդիր եւ հասարակության համերաշխության բացակայություն 2.7% նշել։ Մնացածը ավելի ցածր ցուցանիշներն դուք կարող եք հետագայում նայել։ Ինչպես տեսնում եք, պահպանվում է այն խնդիրը, որ անվտանգային հետ կապված հարցի այդ կապված խնդիրները ամենաբարձրն են նշում, դա պատերազմից հետո առաջ եկած այս խնդիրն է, մինչև պատերազմը մեր մոտ, եթե հիշում եք, սոցիալական խնդիրներն են առաջնային։ Հայաստանում այսօր ամեն ինչ ճիշտ, թե սխալ ուղղությամբ է ընթանում։ 13.6% նշել է, որ ճիշտ ուղղությամբ է ընթանում, 22.5% նշել է, որ ավելի շուտ ճիշտ, 22.1% նշել է, որ ավելի շուտ սխալ եւ 34.2% նշել է, որ սխալ ուղղությամբ։ Ընդհանուր մոտ 56-57% նշել է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում։ Ինչպես է գնահատում հասարակական տրամադրությունը Հայաստանում վերջին ամիսների ընթացքում։ Սա շատ հետաքրքիր հարց է եւ հետաքրքիր տվյալներ ենք ստացել, մի քանի պատասխան կարող են տալ մեր հարցվողները եւ 32% նշել է անտարբերություն, ապաթիա, լարվածություն, ագրեսիա նշել է 31%, անհանգստություն նշել է 21.1% եւ վախ, տխրություն նշել է 10%։ Բայց մենք ունենք նաև լավ կայուն վիճակ նշել է 17.8% եւ 9.8% նշել է շատ լավ տրամադրություն։ Տեսնում եք գերակշռող տրամադրությունները, որոնք մեր ռեսպոնդենտները նշել են, բացասական տիրույթի մեջ են։ Հավատում եք, որ դուք եւ ձեր նման մարդիկ կարող են ազդել մեր երկրում ընթացող որոշումների վրա։ Միանշանակ այո նշել է 36.9%, ավելի շուտ այո նշել է 17.4%, ավելի շուտ ոչ նշել է 11.8% եւ 30% նշել է միանշանակ ոչ։ Ինչ եք կարծում, Հայաստանում մարդիկ վախենում են իրենց կարծիքը բացահայտ արտահայտել։ Սա շատ կարծում եմ հետաքրքիր հարց է։ Միանշանակ վախենում են նշել է 20.3% եւ 14.4% նշել է, որ ավելի շուտ վախենում են, այսինքն մոտ 35% մեր հարցվողները նշել են, որ մարդիկ վախենում են իրենց կարծիքը արտահայտել։ Իհարկե մենք ունենք նաեւ այդ ցուցանիշ 15% նշել է, որ ավելի շուտ չեն վախենում եւ միանշանակ չեն վախենում 48%-ը եւ նրանք գերակշիռ, այսպես ասած, իրենց ցուցանիշներով գերակշռ են, բայց մենք պետք է վերադառնանք եւ նորից խոսենք այս 35%-ի մասին, ովքեր որ
պնդում են, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր որ վախենում են իրենց կարծիքը ազատ արտահայտել։ Սա կարծում եմ խնդրահարույց ցուցանիշ է։ Ինչպես է գնահատում ընդհանուր քաղաքական իրավիճակը Հայաստանում։ 31.5% նշել է, որ շատ լարված, ավելի շուտ լարված նշել է 31.2%-ը, ավելի շուտ հանգիստ նշել է 23.2%-ը եւ լիովին հանգիստ նշել է 9.6%-ը։ Դժվարացել է պատասխանել այս հարցին 4.5%։ Ինչ է կարծում, արդյոք հայ հասարակության շրջանում կա համերաշխություն ձևավորելու անհրաժեշտություն։ Շատ կարևոր ցուցանիշ է, 73.4%-ը նշել է, որ միանշանակ այո, 15.8%-ը նշել է, որ ավելի շուտ այո, ավելի շուտ ոչ նշել է 2.7%-ը եւ 6.7%-ը նշել է միանշանակ ոչ։ Ես տեսնում եմ, որ շուրջ 90%-ը այն կարծիքի է, որ Հայաստանում պետք է համերաշխություն ձևավորելու հետ կապած աշխատանքներ տարվեն, դրա կարծում եմ շատ կարևոր ցուցանիշ է։ Որ գործոններն են ըստ ձեզ խոչընդոտում հասարակական համերաշխությանը Հայաստանում։ Շատ հետաքրքիր պատկեր ունենք այստեղ։ Կեղծ տեղեկատվություն եւ մեդիա 32.6%-ը նշել, սոցիալական անհավասարություն 27.8%-ը նշել, պետական կառույցների նկատմամբ անվստահություն նշել է 25.5%-ը եւ քաղաքական բևեռացում նշել է 21.4%-ը։ Կրոնական կամ մշակութային տարաձայնություններ նշել են 15.2%-ը եւ մասնագիտական կրթական անհավասարությունը նշել է 7.1%-ը։ Ես կարծում եմ, այս առաջի 3 ցուցանիշները շատ կարևոր են եւ պետք է ուշադրություն դարձվեն եւ իշխանությունների կողմից եւ նաեւ ընդդիմությունների կողմից։ Ես կեղծ տեղեկատվությունը, որը տարածվում է տարբեր մեդիաների կողմից, ես կարծում եմ, սա շատ վնասակար է ընդհանուր մեդիա դաշտի հետ կապված, որովհետեւ շոկ է գցում այն լրատվամիջոցների վրա, որոնք այդ կեղծ տեղեկատվության տարածմամբ չեն զբաղված։ Որքանով է վստահում հետևյալ ինստիտուտներին որպես հասարակական համերաշխության պահպանման աղբյուրներ։ Ես որ խնդրեմ օպերատորներին խանգարում եք էլի process-ին։ Կրկնեմ հարցը, որքանով է վստահում հետևյալ ինստիտուտներին որպես հասարակական համերաշխության պահպանման աղբյուրների։ Եկեղեցին նշվել է, յուրին վստահում եմ 55.8%, 15.6%-ը նշել է ավելի շուտ վստահում եմ։ Կրթական համակարգ 27.4%-ը նշել է, որ լիովին վստահում եմ եւ 28.5%-ը նշել է, որ ավելի շուտ վստահում եմ։ Պետական իշխանությունները նշել է 17.8% եւ 20.8%-ը նշել է, որ ավելի շուտ վստահում եմ։ Ամենանվազ ցուցանիշները քաղաքական դաշտն է նշվել 12.3%-ը եւ մեդիան 8.2%-ը։ Ամենաշատը եկեղեցին է վստահում։ Այո։ Ընդհանուր 73%-ը շուրջ նշել են, որ վստահում են եկեղեցուն։ Մի քանի անգամով կան պետական իշխանությունները։ Այո, ճիշտ է կատարում։ Ձեր կարծիքով որ կառույցը պետք է գլխավոր դեր կատարի հասարակական համերաշխության վերականգնման գործում, այստեղ եւս եկեղեցին ամենաշատն նշվել 28.4%-ը, որպես առանձին, ինստիտուտ, կառավարությունը 20.7%-ը նշել, քաղաքացիական հասարակությունը 13.5% եւ անկախ անձինք հասարակական հեղինակությունները 5%-ը նշվել եւ միջազգային կառույցները նշել են գրեթե 4%-ը։ Բայց մենք ունենք ցուցանիշ բոլորը համատեղ 35.7%-ը նշել, սա եւս կարևոր է, որ բոլորը իրենց ներդրումը պետք է ունենան այդ հասարակական համերաշխության ձևավորման համար։ Եվ վերջի հարցը գնահատեք, թե հետևյալ գործիչներից յուրաքանչյուրը որքանով կարող է առաջնորդել հասարակության հոգևոր եւ հասարակական առողջացմանը եւ միասնությանը։ Մենք թվել ենք մի շարք գործիչների քաղաքական եւ հոգևոր եւ ունենք հետեւյալ պատկերը։ Գնահատվել է բալային համակարգով, որտեղ 10 բալային համակարգով, որտեղ մեկը նշանակում է ընդհանրապես չի կարող, 10-ը նշանակում է միանշանակ կարող է։
եւ մենք բերել ենք այստեղ միջինացված պատկերը։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Միքայել arczepiskopos Աջապայանը 7.2 բալ, երկրորդ տեղում է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 5.7 բալ, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 5.5 բալ, Մեր ձևով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը 5.1 բալ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 4.7 բալ, Բագրատ arczepiskopos Գալստանյանը 4.5 բալ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 3.4 բալ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը 3.3 բալ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2.9 բալ եւ Ժառանգության կուսակցության առաջնորդ Ռաֆիկ Հովհաննիսյան 2.8 բալ։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան 2.4 բալ։ Բայց վերադառնամ եւ նշեմ, որ առաջի երկու, այսպես ասած, ցուցանիշները գրանցել են եկեղեցու ներկայացուցիչները Միքայել arczepiskopos Աջապայանը 7.2 բալ եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 5.7 բալ։ Ես կրկնեմ հարցը, գնահատեք թե հետեւյալ գործիչներից յուրաքանչյուրը որքանով կարող է առաջնորդել հասարակության հոգեվոր եւ հասարակական առողջացմանը եւ միասնությանը։ Այսպիսով մենք ունենք հետեւյալ պատկերը, որ ամենավստահելի եւ ընդունելի տարբերակը դա Միքայել arczepiskopos Աջապայանի տեքստացությունը 7.2 բալ ցուցանիշով։ Շնորհակալություն ուշադրության համար, եթե կան հարցեր, կփորձեմ պատասխանել։ Պարոն Նավասարյան, պետական իշխանություններին վստահելու հետ կապված այդ ցուցանիշը նկատելիորեն ցածր է, սրանով եք դուք նաև ձեր փորձառությունը հաշվի առնելով եմ հարցը տալիս, պայմանավորում ես խանդը եւ այսպես ըմբոստացումը հայ արգելական եկեղեցու նկատմամբ։ Ճիշտ ասած, մենք կարող ենք այդպես դիտարկել, բայց ես եթե իմ ազնական կարծիքն ենք հարցնում, ես կարծում եմ, որ մենք ստեղ ունենք ավելի խորքային խնդիր եւ որպես արդյունք այս զարգացումները կարող են բերել քաղաքացիական բախումների եւ կարծում եմ այս լարված իրավիճակը, որը որ կա պետություն, իշխանություններ եւ եկեղեցի, պետք է հնարավորին շուտ հանգուցալուծում ստանա եւ իշխանավորները պետք է թարգեն իրենց այդ ագրեսիվ ինտերվենցիաները եկեղեցու հետ կապված։ Նաեւ բառամթերքը մենք տեսանք երեք Գառնիում ինչպիսի բառամթերք է արդեն օգտագործում իշխանությունների հետևորդների կողմից, որը շատ դատապարտելի է եւ մերժելի է։ Ես կարծում եմ, ելույթ կրկնվում, որ սա կարող է բերել հետագայում քաղաքացիական բախումների։ Եվ պատրաստվում եք արդյոք Նաև այն կոչը կներեք, կոչը, որը հնչեցրել էր Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ գնալ եւ փորձել խոչընդոտել, չեմ կարծում, որ այնքան անձի օրինելը, բայց պետական գործչի եւ իշխանության ներկայացուցիչ կողմից հստակ մերժելի գործելավոճի կոչերը դա։ Ես կարծում եմ, եթե մենք նայում ենք այս վերջի 2-3 տարիների զարգացումները, թե ինչ ոգևորությամբ են այդ իրավապահ համակարգը հետևում այս կամ այն ընդդիմադիր գործչի խոսքերին, մենք նաև պետք է ուշադրություն դարձնեն իշխող կուսակցության, իշխող ուժի եւ իշխանության կողմից այդ արտահայտված մտքերին։ Եվ պարոն Նավասարյան, հաշվի առնելով, որ նաև առնչվել եք այս տարիների ընթացքում տեխնոլոգիաներին քաղաքական, մենք տեսնում ենք, որ Փաշինյանը ինչ-որ վերափոխման հերթական փուլ է մտել, արդեն են վիրակապի, սրտիկով վիրակապի եւ մորուք պահելու այս ակցիաներն ավարտվել են, հիմա մարդը սկսել է երաժշտության տակ սրտիկներ ցուցադրել, տեսանք նաև կատարելագործում է երաժշտական ասպարեզում,
Ինչպես եք գնահատում շանսերը այս օգտագործված տեխնոլոգիաները օգտագործելու։ Այդ առումով բավականին նեյտրալ է վերաբերմունքը, կուսակցություն են, իրանք իշխանություն են եւ իրենց նպատակն է առնվազն պահպանել իրենց իշխանությունը եւ այդ կիրառվող կամ փոփոխվող տեխնոլոգիաները, դա տեխնոլոգիաներ են, որոնք իրենք կիրառում են։ Թող ընդդիմադիր կուսակցությունները իրենց հերթին այլ մոտեցումներ ցուցաբերեն, որը կլինի ավելի էֆեկտիվ կամ միգուցե իջի կդարձնի իշխանության կողմից կիրառվող տեխնոլոգիաները։ Վերաբերվում է որպես նորմալ process է դա։ Իսկ նախկինում եկեղեցու վերաբերյալ հարցումներ եղել է, ուզում եմ հասկանալ, որ համեմատենք նախկինում հարցումները ու հիմա երբ իշխանությունը Վերջի ավելի շատ բարձրացել է եկեղեցու ռեյտինգը։ Ես կարող եմ ասել, որ չի նվազել։ Վերջի, եթե չեմ սխալվում, 2 ամսվա ընթացքում մենք հրապարակել ենք մի հետազոտություն, որտեղ վստահությունը դեպի եկեղեցի 77.7% է։ Եվ եթե մենք հետ են գնում նաև նախկին մեր իրականացած հետազոտությունները, առաջատարները որպես վստահություն հասարակության կողմից դա Հայաստանի Հանրապետության բանակն է եւ եկեղեցին։ Այդ առումով ես առնվազն նվազում չեմ գրանցել։ Եվ անհատական սրտիկներին, օրինակ շատ արտադրություն շատ եմ ասում, որ բնակիչների բնորոշ գործողությունները ինչպես է գնահատում։ Այդ առումով ես ձեզ կուղղորդեմ քաղաքտեխնոլոգներին, եւ իրենք ավելի ճիշտ կներկայացնեն, մենք ավելի փորձառու եւ ավելի մասնագիտորեն կմեկնաբանեն այդ հանգամանքը։ Վերջ, եթե հարցեր չկա, շնորհակալություն եւ բոլորի գալիքտոները շնորհակալություն, որ հանդես եկեք մեր մոտ։ Так, եթե պետք է նկարել, կարա գաք նկարել, ժողովուրդ։